Այսպիսի մի ընկալում առաջացավ, որ Տիգրանաշենը կփոխարինվի Արցվաշենով եւ այդպիսի որոշում կա վերջնական, կխնդրեի մի քիչ բարձրաբանեիք այս հատվածը, արդյոք այդպիսի որոշում կա, թե նախորդ հայտարարություններն են մնում ուժի մեջ, որ դա համանազատման ընթացքում կպարզվի Ադրբեջանի հետ, այսինքն թե ինչ ճակատագրի կարժանանան անկլավները եւ իմ հիմնական հարցը պարոն վարչապետ անդրադառնալով նորից ռուս պրանկերների կատարած զանգին, որը տարածվել է ռուսական հեռուստաեթերով, պարոն վարչապետ 2018 թվականին հենց նույն պրանկերները նորից ձեր անունից զանգել էին այդ ժամանակ կարծեմ Եվրահանձնաժողովի նախագահին այդ ժամանակվա եւ խոսել էին հեղափոխությունից 2010 թվականին տեղի ունեցած նրանց արևմուտքի իբր միջամտությունից կամ դրա բացակայությունից, հիմա էլ խոսում են եկեղեցու թեմայով նորից ձեր անունից, պարոն վարչապետ դուք համարում եք, որ դա այդ պրանկերների ինքնագործունեության կամ հումորի համար արված գործողություն է, թե այնուամենայնիվ տեղավորում եք դա հիբրիդային այդ գործողությունների, պատերազմի կամ գրոների կոնտեքստում։ Չի հարցի վերաբերյալ դուք երկու տարբերակ ասացիք, ոչ մի որոշում, ոչ մի պայմանավորվածություն չկա, բայց ասում եմ մենք արձանագրենք, որ հարց կա։ Եվ ձեր ասացի առաջի ոնց ձևակերպեցիք, սահմանազատման ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն։ Ճիշտ ձևակերպումը է նա, որ սահմանազատման ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն։ Ինչու՞։ Որովհետև այն քարտեզները, որով մենք սահմանազատում անում ենք, այդ քարտեզների վրա այդ տարածքները արտահայտված են։ Մենք չենք կարող մկրատը բռնենք, այդ քարտեզը սենց կտրենք, ասենք այս հատվածը արտահայտվում է, որովհետև դա չի բխում առաջին հերթին Հայաստանի շահերից։ Որովհետև եթե մենք քարտեզը մկրատը վերցնենք այդ կտրենք, Ադրբեջանն այդ մկրատը կվերցնի ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի բերքաբերի հատվածը կկտրի եւ տենց ուրիշ հատվածներ։ Սրա մասին է խոսքը, մենք պետք է առերեսվենք, որ հարց կա։ Հակառակ դեպքում այդ հարցերը անընդհատ դուք եք չէիք տա, այսինքն սահմանազատումից առաջ էլ կա։ Իմիջայլոց 99 թվականի բանակցային թղթերում այդ հարցերը բոլորը արձանագրված են։ Ոչ մի բան նոր չի։ Այսինքն հիմա էլ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի բանը, փաստաթղթերը ամբողջը հրապարակված է։ Երբ որ դուք կարդաք, կտեսնեք այնտեղ անկլավների թեման կա, արտարծված է, ինչ կոնտեքստում էական չի։ Բայց այնտեղ գրված է անվանե անուններով նշված է եւ Արցվաշենը եւ մյուսները նշված է։ Այսինքն տենց ասել ոչ չկա այդ հարցեր, այդ տենց է որ մեզ ինչպես ասում են ռելսերից դուրս են բերում։ Այդտեղ երբ որ մենք ասում ենք վայ չէ չկա այդ հարցի հայտ են գալիս միջնորդները միջազգային, երաշխավորները խաղաղության, ովքեր գալիս են որ խաղաղության երաշխավորեն, հետո երբ որ իրանք գալիս են որ խաղաղությունը երաշխավորեն, մեզնից խաբար են տանում Ադրբեջանին, Ադրբեջանից մեկ էլ այնտեղ մի հատ կրակոց է հնչում, մեկ այդ կրակոցը դառնում է 2, 2-ը 4, 4-ը 50,000, 100, այդպես պատերազմ է սկսվում։ Հարցը կա, եւ մենք պետք է հարցին առերեսվենք։ Եվ ըստեղ մենք էլ մի քիչ դրա մասին ասում եմ, ինձ համար տարօրինակ, բայց մյուս կողմից հաճելի փաստ է, որ Ադրբեջանի անձնագրում էլ դրամի մեջ էլ Արցվաշենը առանձին ձևով նշած է։ Ես կարծում եմ մենք էլ հայելային նման մոտեցում պետք է ցուցաբերենք մեր սոլիդությունը ի ցույց դնելու համար։ Ցույց տալու համար, որ մենք դե յուրե ինչ որ պարտավորվել ենք անում ենք, բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգում նշված է, որ այն դեպքերում, երբ որ դե յուրե իրավիճակը անհարմարություններ եւ խնդիրներ պետք է ստեղծի տարածքների մարդկանց բնականոն գործունեության եւ կյանքի համար, այդտեղ կողմերը կարող են գնալ օպտիմալացումների։ Շնորհակալություն։ Մի արձագանք օպտիմալացումների, այդ չգիտենք, ոչ մեկ չգիտի, այդ թեմային չենք անդրադարձել մենք։ Չենք խոսել։ Դրա համար երբ որ տեղի կունենա, երբ որ կլինի տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա։
Այսինքն մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կա։ Այդ թվում նախընտրական շրջանում եմ արձանագրել, որ այդ հարցը կա։ Եվ հարցազրույցում եմ արձանագրել, եւ ասուլիսում եմ արձանագրել, եւ քաղաքացիների հետ շփումներում եմ արձանագրել։ Եվ երբ որ մենք ասում ենք այդ հարցը կա, դա ինչի համար ենք արձանագրում, որ լրացուցիչ դա չփորձեն դարձնեն էսկալացիոն կետ եւ դրա շուրջ կառուցեն էսկալացիաներ եւ էսկալացիոն տրամաբանություն։ Հա մենք Հայաստանը տրամադրված է կառուցողական եւ ես մտավախություն չունեմ, որովհետեւ էլ եմ ասում, իրավիճակը հայելային է, Արծվաշենը կամ մյուսները։ Ոնց Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներին է նույն ձևի կտրվի։ Օրինակ այդ թվում նույն ճամբարակում ունեցած շփումների ժամանակ մարդիկ երկու տեսակետներ հայտնել են, այդ թվում արծվաշենցիները։ Մի մասը ասել է պետքա բան անել, հասնել նրան, որ գյուղը վերականգնվի եւ մենք գնանք ապրենք, եղել են մարդիկ, որ ասել են դե հիմա այսքան տարի անցել է, եկեք մի հատ լուծում գտնենք, տարածքի բալանսը չխախտվի, մենք էլ նորից հերթական անգամ բան չանենք, այսպես ասած, չտեղաշարժվենք։ Այսինքն երկու տեսակետն է կա, բայց դա հետագա քննարկման եւ համաձայնության հարց է։ Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու, չկա, գոյություն չունի։ Արձանագրումը այն է, որ այն քարտեզները, որ դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքները արտահայտված են եւ ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել քարտեզների այդ հատվածը կտրել։ Դա կնշանակի մկրատը վերցնել քարտեզը կտրելու գործողությունը լեգիտիմացնել։ Մենք դրան չենք գնա։ Պրանկերների մասին դե պրանկեր են անում, հիմա ինչ է, ես ինչ պետք է։ Իրավաբաններ